Գյումրու տոնը նշեցին, Գյումրին ուրախ էր, բայց այ Գյումրիի քաղաքապետը բավականին անհանգիստ է։ Մարդկանց կոչ է անում հավաքվել իր կողքին, միջադեպ լինելու դեպքում անպայման հեռախոսները պատրաստի պահել, ինչ է կատարվում Գյումրիում։ Տեսեք, այո, Գյումրին տոնեց իր տոնը, եւ ինչպես գիտեք, վարչապետը շնորհավորել, այո։ Ես գտնում եմ, որ սա վարչապետի քինախնդիր վերաբերմունքի արձագանքներ Գյումրիի նկատմամբ, զուտ այն պատճառով, որ Գյումրիում չընտրվեց իրենց թեկնածուն։ Բայց սա կարծում եմ վայել չի, բարձր պաշտոն զբաղեցնող, առավել եւս երկրի ղեկավարին հարիշ չի, քանի որ սա ուղղակի շատ ավելի ցածր մակարդակի, ցածր պաշտոն զբաղեցնող անձին վայել քինախնդրություն է, սակայն այլ հանգամանքներում եւս մենք քանիցս համոզվել ենք դրանում, որ այո, վարչապետը կարող է ողջ պահել։ Իր դեմ խոսացողներին, իր հայացքներին հակառակ քաղաքական հայացքներ ունեցողներին, այն անձինք, ովքեր բողոքում են, ովքեր բոյկոտում են, թե երկրի ճակատագրի համար, թե անհատական առանձին հանգամանքների, պատերազմական իրավիճակների, դրա հետևանքների, այն ամեն ինչը, ինչ հակասում է իր քաղաքական հայացքներին եւ իր բռնած ճանապարհին, որը կարող է ստվերել, վարչապետը այդ մարդկանց նկատմամբ հաշվեհարդար է լինում։ Եվ բնականաբար մենք քիչ առաջ խոսեցինք վենդետայից, այս էլ քաղաքական ինչ որ այլ առումով, չնայած այն էլ ասենք քաղաքական սպանության հանգամանքներ կային, բայց ստեղ էլ արդեն վարքագծի վերաբերմունքի անգամ տվյալ քաղաքի նկատմամբ դրսևորած հանգամանք է, ինչը կարծում եմ, որ շատ ամոթալի երևույթ էր։ Եվ վարչապետը ուղղակի, քանի որ ինքը իր առաջին քայլերը սկսեց Գյումրիից եւ հասավ այսօրվան, այսօր Գյումրին է հենց առաջինը հասկացել իմ պատկերացմամբ եւ իմ ունեցած հստակ տեղեկությունների, որ Գյումրին հենց առաջինն էլ հասկացավ, որ Գյումրին օգտագործվել էր որպես գործիք այս Չակեշտերով հեղափոխության հաղթանակը, երկրի կործանումը այսօրվա պահի դրությամբ արձանագրելու համար։ Գյումրին հանդիսացավ միջոց, եւ դա շատ ցավագին հասկացել է Գյումրին։ Դրա համար ես բացառում եմ, որ Գյումրիում որևէ ինչ-որ այլ հանգամանքների բերումով, առավել եւս շնորհավորելով Գյումրու օրը, ավելի շատ իր վարքագծի վրա, իր վարկանիշի վրա ավելի շատ կարող է բացասական ազդեցություն թողնել, թե չէ շնորհավորելով կամ իր հեշտական պաթոսով, որ ելույթ ունենար, ասեր, որ ասենք խոսքի հայրենիքի օջախն է, ժողովրդի ընտանիքն է, Գյումրիի համար նմանատիպ ինչ-որ շատ հուզական պաթոսով բաներ պիտի ասեր, դրա կարիք ինձ թվում է չկար։ Իսկ Գյումրին շատ փառահեղ նշեց իր տոնը, մեր թվով շարժումը հովանավորել էր եւ շատ գեղեցիկ, շատ անկրկնելի տոն իրականացվեց, պարզապես տխուրը այն էր, որ սրբազան կար, կալանքի տակ շատ տխուր ու ցավագին պատմություն է եւ ժողովուրդը ինչ որտեղ ներքին կոտրված հոգեբանական վիճակ ուներ եւ այո քաղաքապետը իր կոչերով, իր հրապարակային ելույթներով, նաեւ առանձին մամուլով հայտնում է, որ ինքը խորը կասկածներ ունի եւս, որ փառաքարում տեղի ունեցածը քաղաքական բնույթ ունի եւ այո ինչու՞ չէ նաեւ մտավախություն ունի, որ կարող է նմանատիպ ինչպես Փաշինյանն է ասում, լկտի զինված հարցակում չի բացառվում նաև Գյումրիում եւ այս մարտուն կարող են ներքաշել ինչ-ինչ պատմությունների մեջ, կարող են հրահրել ինչ-որ հանգամանքներ, կարող են օգտագործել տարբեր առիթներ, որովհետեւ ես տեսնում եմ, որ ատամները սրած ընկած են Գյումրու քաղաքապետի հետևից, որովհետեւ ելի եմ կրկնում իրենց ձեռնտու չի, քանի որ տվյալ անձի հայացքները չի համապատասխանում իրենց հայացքներին։ Եվ այո մեծ վտանգ կա, տեղին է մտավախությունը, որ իրենց թեկնածուն չի անցել նաև Գյումրիում, որտեղ այս երկու տեղերը չեն անցել, բնականաբար էլի էր եղել կասկածներ, էլի կային հիմքեր, որ ընկած են քաղաքապետի հետևից չեն մարսում, սա մաղձա ինչ որտեղ պիտի իրանք դուրս տան, եւ հիմա փառաքարում տեղի ունեցածը այո մտահոգության տեղի կա տալիս, որ չի բացառվում, որ նույնը կրկնվի նաև Գյումրիում, չի բացառվում։ Փաստերի հիմքով, ոչ թե երևակայական ինչ-որ բանով, զուտ փաստերի հիմքով, այո չի բացառվում։ Նկատի ունեք, հետո չենք հասելու, կարող էինք կանխել կամ ինչու չկանխեցինք։ Տեսեք, հիմա քաղաքապետը ինքը հրապարակային ասում է, եւ եթե իրանք, ես կարծում եմ, որ իրանք կարող է հրապարակային ելույթները հետակայում Աստված մի արասե, եթե ինչ-որ մի բան տեղի ունենա եւ մարդիկ ասեն, չէ՞ որ քաղաքապետը հայտնում էր, Նարեկ Օհանյանն էլ էր հայտնում, ասում էր տիրություն արեք, լավ քննեք, այս գործը օբյեկտիվ քննեք, որպեսզի հետագայում ուրիշ բաներ չլինի, որը հիմա էլ մենք ապահովագրված չենք, որ այդտեղ չի լինելու նորից վեդետա։ Եթե
մենք որևիցե մեկը դուրս գալասի չէ, որ քաղաքապետը զգուշացնում էր, որ կողքից եղեք, կարող է sense բաներ լինեն, իմ գլխին կարող է սարքեն եւ այլն, մեջ կենցաղային մտածելակերպով ասենք, որևէ մեկ այդ ժամանակ, եթե ուզենան ինչ-որ բան անեն, դա հաշվի չեն առնելու։ Բացարձակ ոչ մեկը դա հաշվի չառնում, նախազգուշացվել էր եւ հետո տեսեք եղավ մեր ասածը։ Մենք ասում էինք, որ կլինի։ Հելել անիծած իրանց համար, լավ եք արել ասել եք, մենք էլ կդել ենք, որ sense պետք է անենք։ Այսօր ով ում առաջ է ինչ որ բարոյական պատասխանատվություն կրում։ Այսօր հասարակությանը այն աստիճանի են բզգտել, բանակ այն աստիճանի է բարոյալքված, այնքան ապաշնոր, այնքան ազգադավ, հայրենադավ քաղաքականություն է վարվում, որ այսօր հենց իրենց պետք է իրենք հասել են իրենց նպատակին։ Բզգտված է այս հասարակությունը, մարդիկ մոլորված են, գիտակից խավը ամեն օր աշտանում է մտածում է, տեսնում է ինչ պիտի լսի այսօր, ում հանդեպ ինչ է իրականացվել, մյուս խավով բանից տեղյակ չի իր համար կուչ եկած իր կյանքով է ապրում ու երկիրն էլ ցերքից գնում է։ Ինչի մասին է խոսքը։ Իրանց հենց սա էլ պետք է։ Իրանց դեմ գործող պաշտոնատար անձանց իրանք վտարում են համակարգից։ Եվ բացահայտ վարչապետն ասել է, որ ազգային ժողովրդի Ղուկասյանին վտարելու, դուրս շպրտելու ժամանակն է։ Ես ուզում եմ հասկանալ դուրս շպրտելը ուր է շպրտելու։ Որտեղից է շպրտելու ԿԳԲ-ի պատվալները, պատվալներ, որ հարկից է շպրտելու, չգիտեմ ուր է կանչելու Վարդան Ղուկասյանին, թե ինքն է մտնելու քաղաքապետարան դուրս շպրտի, թե իր հրեշտակ պահապան, բանը ոստիկանության աշխատակիցները պիտի դուրս շպրտեն։ Արդեն ներվերս կերել է, հա, հիմա տեսեք ինքը տեսեք ասում է, այո, ազգային ժողովում երբ իր դեմ հարցեր է տրվում ու չի կարողանում դրանց տակից դուրս գալ ի վերջո, ասում է ներվերս կերակ, sense մուննաթով, չգիտեմ ինչով, ձևերով, գնացեք, ներվերս կերակ, գնացեք վերընկեք տեղերը, ձեր աթոռները փողաժի, ես իմ ինչ արժի, բա դու տենց չես կարողանում քեզ տիրապետես։ Որում հեղափոխության կոչել է, չէ՞։ Այո, երբ կոչանում ասում համաձայն չէ, հեղափոխությունը հրահրում է հիմա։ Հիմա ինքը ասում է, ասես ժողովրդին ոնց որ բանի գցել, էշխի գցի, ասել եք հեղափոխություն արեք։ Հա, հեղափոխություն արեք, որ ինքը սաղին տանի լսի ԱԱՑ-ի պատվալները։ Բայց քեզ որ հեղափոխություն արեցիր, Նիկոլ, քեզ ոչ ոք ԱԱՑ-ի պատվալները չգցես, որովհետև դա ծրագրած հեղափոխություն էր։ Հիմա քո համաձայնությունը չկա, որ դու իշխանությունը հանձնես, բայց այն ժամանակ համաձայնվող կար։ Եվ ես վստահ եմ, որ այդ համաձայնվողը Սերժ Սարգսյանն էր։ Հիմա մենք անդրադարձենք կատարում այս պաշտոններ զբաղեցրած անձը, մենք շատ լավ գիտենք, որ նախկին ղեկավարները եւս մի երևելի բան չեն արել եւ ամենքը իր անդառնալի հետևանքներն ա թողել այս երկրի կառավարման գործունեության վրա, բայց հիմա այդ ամեն ինչից զատ, որ հետ վերադառնանք ավելի թարմ ժամանակահատված 18 թվականը, բայց Սերժ Սարգսյան ասում էր ես սխալ եմ, Նիկոլը ճիշտ է։ Հիմա ՀՀԿ-ն շատ ակտիվացել է, անես տարօրինակ է Սերժն էլ ակտիվացել։ Այդ ինչի է ակտիվացել։ Սերժի հայտնի սիամական երկվորյակների մասին գիտեք անունները չեմ, դա բոլորը գիտեն։ Դրանց ավելացրած նաև այլ անձիկ։ Այս ինչի է ակտիվացել։ Իմպիչմենտ եք հայտարարում, անվստահություն եք հայտարարում, չգիտեմ ինչի կամ շատ կասկածելի քողարկված վարկակից կա ստեղ, եւ ես սա իմ կարծիքն է, եւ ես պիտի ասեմ, որ Սերժ դու ասեցիր, որ Նիկոլը ճիշտ է, ես սխալ։ Դրանով ամեն բան վերջացած է։ Այդ ինչի է Նիկոլը ճիշտ ու սխալ։ Դու որովհետեւ գցել էիր ոտերիդ արդեն, որովհետեւ դու արդեն քո այն բոլոր խոշոր խաղացողների հետ քո հաշիվները մաքրել էիր։ Դու պիտի արդեն հայտնվել էիր փակուղու առաջ։ Եվ քեզ քո հետ եղել էր արդեն նախնական պայմանավորվածություն, որ պիտի դու քեզ սխալ հանես, Նիկոլին ճիշտ։ Ասում ես ցունք ցվանքի մեջ եմ, ես իմ ինչի մեջ եմ, հալու քեֆս սենցա, բայց ո՞նց եղավ։ Դու այդքան հզոր Սերժ Սարգսյան, դու այդքան ուժեղ շախմատիստ, բակու քայլերը չէիր պատկերացում, բերեցի ժողովրդին դայակ արեցիր Նիկոլին ու լավ գիտեիր, որ այս գործընթացն է ծավալվելու։ Հիմա տեսեք Նիկոլը մի հատ տեղ մի քիչ խառնվեն, շշկլվեն, մի քիչ ընդդիմություն խաղան, ինքը ասում է, բնի մեջ խեղդեք դրանց։ Բայց Սերժ Սարգսյան դու չէիր կարող բնի մեջ խեղդել։ Քո ԱԱՑ-ն տեղյակ չէր, որ երկրի ներսում նման խմորումներ են տեղի ունենում։ Քո ԱԱՑ-ն տեղյակ չէր, որ սրանք գնում էին ինչ-որ դասընթացների նախապատրաստվում էին, թմթմփ հույի դասերն էին անցնելու։ Բա տեղյակ չէի, որ սենց բաներ էին կազմակերպել, որ գնաց Գյումրիից ու եկավ ստեղ տենց մեծացավ այդ փոքրիկ ծնակում կունդը ներողություն։ Դու չէիր տեսնում, որ տենց բաներ ա շարժվում երկրի ներսում։ Դու տենց միամիտ խելոք բան մարդ էիր, հա։ Անհնար բան է։ Սա Սերժն ա արել։ Սերժը իշխանությունը փոխեց, հանձնեց Նիկոլին։ Հիմա եկել է ժամանակը, ես ասում եմ մեր հասարակությունը իմանա։ Սերժի զոմբիները, իմ համար Սերժի զոմբիները գոյություն ունեն։ Եթե սենց ակտիվացել են, սա ինչ որ մի բան է նշանակում։ Եվ ուզում են հիմա հետ վերադարձնել Սերժին։ Այդ պրիոմ զդաչու մոմենտն է։ Հանձնման ընդունման ակտի կայացման պահն է։ Եվ ես ասեմ, որ ես որքանով հասկացել եմ,
Նիկոլը համաձայն է, մենակ, եթե պիտի իշխանությունը հետ տա, ապա բացառապես Սերժին է հետ տալու։ Ես այդ կարծիքն ունեմ։ Ինչ խոսք, նոր սերնդափոխության անհրաժեշտություն կա, նոր դեմքերի, նոր լավ գրագետ գիտակից հայրենասեր մարդու կարիք կա, բայց եթե դուք սենց դրել եք այս երկիրը ու իրար մեջ եք սենց բաժինանում, իրար տալիս ու առնում, ակնհայտ է, որ եկել է Սերժի ժամանակը։ Ով է ժողովրդին բանի տեղ տուն, Սերժ Սարգսյանն էլ էր Նիկոլի պես ասում, Գյումրիում, հենց Գյումրիում, հարցազրույցներից մեկի ժամանակ ասում էր, խփել եմ ու պետք է խփեմ։ Ասենց աչքերը փախած, բերանը չգիտեմ ինչ եղած չորացած, գիտեք, արդեն պատկերացնում եք ինչի հետևակ կարա լինի։ Բա խփել էիր ու պետք է խփեիր, ասում էր վարչապետ չեմ ուզում դառնամ, երրորդ անգամ չեմ ուզում ընտրվեմ։ Հիմա ՀՀԿ-ն իր հոգեվարքն ապրել է։ ՀՀԿ-ն արդեն իր սև գործն արել է։ Դուք ո՞նց եք հելել նորից էլի խաղեր եք տալիս, այդ ինչ երես ունեք։ Բա ասեցիք, հա, մենք որ լավ ղեկավար լինենք, մեր երկիր այսօրը չէր ընկնի։ Մենք ընդունում ենք մեր մեղքը։ Հիմա ինչ եք ուզում հետ գաք։ Մարդիկ պատկերացեք Նիկոլի այս ծայրաստիճան, այս աննկարագրելի, աննախադեպ ղեկավարման, վատ ղեկավարման ֆոնին սարսափում են, որ Սերժը հետ կա։ Դուք պատերազմի ժամանակ։ Այո, նույնիսկ պատերազմի ժամանակ։ Հիմա հելել են սրանք, չգիտեմ, իմպիչմենտի տակ քողարկված ինչ որ բաներ են անում, չգիտեմ ինչ ան։ Եթե ուզում եք, որ Նիկոլը հեռանա, նախ պիտի Սերժը հեռանա։ Սերժը չի հեռացել։ Սերժը հականիկոլական Նիկոլն է։ Միքայել Աջապահյանն էլ էր, չէ՞, կարծես նման հայտարարություն արեց եւ հիմա դրա համար հայտնվեց ճաղերի հետևում։ Դրա համար այդ խեղճ մարդը ինչ արի, անմեղ մարդուն տարան դատեցին, այդ դատավորն էլ ինչ էր, Արմինե Մելիքսեթյան։ Անգամ Աջապահյանի ազգանունը Աջապանյան էր ասում։ 100 անգամ լսել եմ իր այդ դատականիստի այդ վերջի մասը։ Աջապահյան բառը չէր կարում ասել։ Անմեղ սունակ դեմքով բոլորը նայելով տիպը ինքը չի։ Ինքը տեղ ոչ մի բան է, ուղղակի նստած է, պատմուճանում նստած մի հատ կին։ Այդից անտարբեր դեմքով սառած նստած է ցելավ փախավ գնաց։ Բա դա անելու բան է, այսինքն եթե դատական համակարգը ծախված է, Նիկոլն ասել որ բոլորը պետք է իր արածը անեն, ինչ որ Սերժի վախտը ելած թափած էր, բայց դա բացահայտ է ասում։ Հիմա ասում է կալանավորեք Աջապահյանին, կալանավորել են։ Վաղը կասի սրան սպանեք, սպանելու են։ Պայմանականորեն եմ ասում։ Վաղը կասի սրանից խանգարմալը դրան տարեք ԱԱԾ-ի պատվալը գցեք, տանելու են գցելու սայղավ ղեկավարում, հա, բոլորը այս ամեն ինչը գիտեն։ Հիմա հարցերն է, որ մեթոդներ են փնտրում Նիկոլից ազատվելու համար։ Ձև են փնտրում, որ ազատվեն, չէ՞։ Ասում են եկեք հիմա հենց անենք Սերժ ու Նիկոլը նորից իրար հետո առաջ անեն այս իշխանությունը, իրար հանձնեն։ Այսինքն հիմա Սերժը ըստ իս ցանկանում է ապացուցի, որ ինքը այն ժամանակ որ ասել է Նիկոլը ճիշտ է, ես սխալ, հիմա սխալ է ասել ժամանակ։ Հիմա է ճիշտ ասելու, ասում են ոչ Նիկոլը սխալ էր, ես եմ ճիշտ։ Այն ժամանակ ցուկ ցվանկի մեջ եմ եղել, լավ չեմ ջոգել ինչ ա եղել։ Այս իրավիճակն է ծիծաղելի անգամ։ Ընդդիմություն գոյություն չունի, լուծարված ընդդիմություն է։ Երբ էր այսքանի ժամանակ հուլիս ամսին էր ազգային ժողովում ոնց իրար ծեծեցին։ Իշխանությունը ծեծեց ընդդիմադիրներին։ Ներկայեր գլխավոր դատախազը ականատես վկա իրան պիտի տանեին նախ քրեական վարույթ նախաձեռնեին Աննա Վարդապետյանին էլ տանեին որպես ուղակի դեպքին ուղակի ականատես վկա հարցաքննեին բայց ինչ եղավ դրա վերաբերյալ ոչ մի բան չեղավ Հարգելի հայրենակիցներն անտապանակրկին եթերում է Տիկին Ադանալյան ակտիվացել են նաև Ռոբերտ Քոչարյանը նախագահ եւ երեք կարծում եմ ասուլիսին հետեւել եք բավականին մտքեր են արտահայտվել եւ հստակ ասվեց մասնակցելու են ընտրություններին Հիմա տեսեք բնականաբար բոլորն եւ շանսեր ունի մասնակցելու բոլորն էլ մասնակցելու են այո ասում հաղթելու շանսեր ունեն Բնականաբար ոչ մեկը ոչ մեկի ձեռքը չի կարող բռնել ու ասել որ դու չմասնակցես կամ մասնակցես օրինակ մեր ձևով շարժումը եւս մասնակցելու ես կրկնեմ ես ոչ մի ինչ որ մեկական չեմ ես հակված եմ, որպեսզի այս երկրում տիրի արտարադատություն, օրենք, իրավունք, գերիշխի օրենքն ու իրավունքը եւ մարդը կարողանա արժանապատիվ ձևով ապրել եւ այս երկիրը ձեռքից չգնա։ Ես դրա կողմնակիցն եմ։ Հիմա տեսեք թե ով կգա, ինչ կանի, ոնց կկարգավորի այս վիճակը։ Քավլիցի ամեն մարդ թող իր կապերը, իր միջազգային կապերը օգտագործի, իր հնարավորությունները ներդնի այս երկիրը ճախճուտից դուրս բերելու համար։ Սա է ամբողջ խնդիրը։ Հիմա որ պատմեցինք, նկարագրեցինք սրա գործողություն, նրա գործողություն, ես վստահ եմ շատերը հիմա կասեն, վայ դու էսական ես, վայ դու այնական ես, չէ, ժողովուրդ ջան, ես ոչ մի բանական չեմ։ Ցանկացած մեկիդ հետ Աստված չանի կարող ինչ-որ մի դեպք պատահի, եւ դուք էլ բախումներ ունենաք այս մարմինների, դու հասկանաք թե ով է ճիշտ, ով է սխալ, բայց ընդհանուր երկրի շահերից բխող այն պահանջը։
Հիմնականում ասելս ինչ է այս համատեքստում, որ շատերը կարող են գալ ու գնալ, բայց շատերը թողել են շատ ծանր հետևանքներ այս երկրի կյանքի մեջ։ Հիմա պիտի գոնե մի քիչ համեմատական ձևով, հա, նայես ում արածի չափը դեպի վատը գնացող, ով ինչ չափի վատ բան արել այս երկրի համար։ Գոնե այդ համեմատական աստիճանով պիտի կարողանանք ինչ-որ բանի հասնել ի վերջո։ Այլապես մենք սենց էլ գնալու ենք խառնվել ենք այդ 300,000 ադրբեջանցիներ, որ գալու են։ Ու հիմա ասում են ինչ-որ Հայաստան-Վրաստան սահմանից 156,000 հայկական օրիգինալի չտարբերվող անձնագրերն եկել, չնայած նաև հեշքեցին, բայց այդ հեշքմանը ո՞ւմ է հավատում։ Ես չեմ հավատում այդ հեշքմանը։ Բա պիտի հեշքեին, միցև պիտի հեշքեին, թե չէ։ Ու դիմասն ընտրություններ է։ Հիմա այս ամեն ինչը որ բերելու են խառնելու, բա մենք ո՞նց դուրս գանք այս իրավիճակից։ Ես վստահ եմ, որ դրա մեջ ճշմարտություն կա, որովհետև տևական ժամանակ այդ մասին խոսակցություն կար, սակայն վերջերս նոր հեշքվեց, ինչն է պատճառը։ Պիտի անմիջապես հերքվեր, շատ ուշացրեցին հեշքելը, մտածեցին, գցեցին, բռնեցին, ուշացրեցին։ Այս բաները պետական սիմվոլների վրայից Արարատ լեռան հեռացումը, Մաշտոցը ասում է բան չի արել, մեր տարրերը չի ստեղծի, հայ դպրոցի հիմնադիրն առաջին ուսուցիչն է Մեսրոպ Մաշտոցը, Աստված իմ ո՞նց կարելի է այս աստիճան չեզոքացնել, այս աստիճան այլասերված ֆոնի տակ ներկայացնել այս ամբողջ պատմությունը։ Հիմա կաթողիկոսի համար ասում է կուսակրոնությունը խախտել է, վարչապետն էր ասում, հիմա Մեսրոպ Մաշտոցն էլ խախտել կուսակրոնությունը։ Ուզում են ցեղասպանության հարցը ոչնչացնեն, հիմա ցեղասպանությունն էլ է խախտել կուսակրոնությունը, Արարատ լեռը խախտել է կուսակրոնությունը, Սահմանադրությունը խախտել է կուսակրոնությունը։ Հիմա մի հատ դրեք այս ամեն ինչը համեմատեք, հետո նոր հասկացեք ով ինչ կուսակցությունով է գալիս, ինչ անում, ուրա գնում։ Մի հատ այս ամեն ինչը համեմատեք ու ի վերջո խելքի եկեք։ Սենց չի կարա լինի պարզապես։ Հայն ու հայությունը ոչնչանում, ասենց անտարբեր մնալով ոչի չեք ասում հելեք իրար սպանեք, բայց ճիշտ կողմնորոշվեք ով լինի, ոնց լինի, ինչ անեք ում հետևից գնաք։